Գյուղ եկան և հետո այնտեղից փախան բոլոր էքստրասենսները։ Իսկ գյուղում կա նրանցից մնացած ազդեցությունը։ Մանրամասները տեսանյութում։ Փոքրիկ Տիգրանի ողբերգական պատմությունը կարծես այդքան էլ չի վերջացել, որովհետև հենց գյուղում գյուղացիները, ընտանիքի որոշ անդամներ կրկին շարունակում են վարկածներ ունենալ, որ երեխային առևանգել են և երեխան չէր կարող ընկնել գետը, կամ ուղղակի չեն ասում առևանգել են, ասում են երեխան չէր կարող ընկնել գետը։ Մենք ինչ մտածենք սրանից հետո, որ ասում են երեխան չէր կարող ընկնել գետը։ Բա լավ, ո՞նց է ընկել գետը։ Ատարբերակ, երեխային առևանգել են, հետո չեն կարողացել իհարկե դուրս գալ կամ թաքցնել երեխային և հետքերը վերացնելու նպատակով, շատ ցավալի է սա ասելը, բայց գցել են գետը, այս տարբերակը մենք համարում ենք անհեթեթություն, նույնիսկ ամենադաժան արարածը նման բան չէր կարող անել, ուղղակի չենք կարողանում պատկերացնել, թե դա ոնց է հնարավոր։ Եվ երկրորդ տարբերակը կրկին նույն ձև, երկրորդ տարբերակը կրկին երեխային գետը գցելու մեջ է, այսինքն երեխան ինքը ինքնակամ չի գնացել, չի ընկել գետը, այլ նրան գցել են գետը։ Երեխայի մարմնի վրա որևէ բռնության հետք չի եղել, այսինքն վայր ընկներ, ինչ-որ կապտուկներ ունենար, չնայած 20 օր մնացել է ջրի մեջ, սրան միայն կարող են հատուկ մասնագետները իրենց կարծիքը ասել և գնահատական տալ, մենք մասնագետ չենք և չենք կարող որևէ ձև բացատրություն տալ, բացատրությունը կարող է տալ ներքին գործերի նախարարությունը միայն, այլ ոչ թե մենք գյուղացիները, հայ ժողովուրդը, մենք չենք զբաղվում այդ հարցով, մեզնից ոչ մեկ հիմնական մասից չեն գնացել, չեն տեսել ինչ է կատարվել, հատուկ մասնագետները աշխատում են, աշխատել են ամեն բացահայտում իրականացնելու համար և որևէ բացահայտում, որևէ տարօրինակ բան չեն նկատել։ Հերթական անգամ նշենք, որ երեխան ըստ ամենայն հավանականությամբ ոչ թե միանգամից ընկել է գետը, այլ ինքը ընկել է իրենց տան դիմացի ճանապարհով անցնող ջրի կանալը և այնտեղից չի կարողացել միայնակ դուրս գալ, քայլել է, որը միանգամից ուղիղ գնում է դեպի գետ, կամ քայլել է ինքը դեպի այն ուղղությամբ, որտեղով որ կարող էր միայն քայլել, այսինքն ուղիղ, որովհետև կողքի պատերը բավականին բարձր են և ինքը չէր կարող դուրս գալ այդ ջրի կանալից, մանավանդ այն դեպքում, երբ որ այդտեղով այդ օրերին գյուղացիները նշում են, որ ջուրը բավականին վարար է եղել և երեխան միգուցե միանգամից ջրի հոսքով գնացել է և ընկել է գետը։ Ամեն անգամ այս թեմայով խոսելիս իհարկե ցավ ենք ապրում, ողբերգություն է սա բոլորիս համար, ընտանիքի անդամները շատ ծանր վիճակում են, հերթական անգամ կոչ ենք անում հոգեբաններին այցելել նրանց, մի քիչ փող աշխատեք, գնացեք 1 ժամով զրուցեք նրանց հետ, նրանց միակ աջակցությունը այս պահին հոգեբանական աջակցությունն է, պետությունը ևս պետք է զբաղվի և իհարկե շատ կարևոր է բոլոր գյուղերում և քաղաքներում, որտեղ որ կա նման վտանգներ, մարդկանց պետք է ապահովագրել նման վտանգներից, կառուցելով պատնեշներ, կառուցելով անվտանգային գոտի երեխաներին և ինչու չէ նաև մեծերին ապահովագրելու համար։ Եվ այսպես ուշադրություն, խայտառակ դեպք է տեղի ունեցել Երևանում, շտապօգնության բրիգադ են կանչում, շտապօգնությունը մոտենում է դեպքի վայր և ում համար որ կանչել են շտապօգնություն, նա կացնով հարվածում է շտապօգնության աշխատակցին, դեպքի առիթով իհարկե հարուցվում է քրեական գործ, ձերբակալվում է հարվածողը, այսինքն հիվանդանոց տեղափոխելու փոխարեն միանգամից տեղափոխում են ոստիկանություն բացատրություն տալու։ Սա մենք չէինք ասի, եթե չլիներ որ երրորդ դեպքը այս շաբաթվա ընթացքում, երբ որ շտապօգնության աշխատակիցների վրա հարձակվում են, նրանց ծեծի են ենթարկում, արդեն կացնով են սկսել շտապօգնության աշխատակիցներին հարվածել, ինչը որ արդեն շտապօգնության աշխատակիցների համար դարձել է վտանգավոր երևույթ մոտենալ հիվանդներին, կարող է 2 րոպե ուշ մոտենալ, պետք է նաև հաշվի առնել, որ նրանք ըստ էության Երևանում են վարում մեքենաները, խոսքը Երևանի մասին է, և Երևանում միշտ գրեթե բոլոր ժամերին, բացի գիշերվա 1000-ից,
խցանումներ են, խայտառակ խցանումներ, նույնիսկ շտապօգնության մեքենաներին վարորդները չեն զիջում։ Նման դեպքեր եւս եղել են, որ շտապօգնության մեքենաները իրենց շտապ մոտենալու ցանկության պատճառով, նաև վարորդների չզիջելու պատճառով հայտնվում են վթարների կենտրոնում, շտապօգնության բրիգադները հայտնվում են հիվանդանոցներում վթարների պատճառով։ Այսքանից մարդիկ իրենց կյանքը վտանգելով 1000-ի տակ հասնում են ձեզ, որ կացնով ընկնեք մարդկանց հետևից եւ փորձեք կացնահարել։ Սա սպանության փորձ է իհարկե դիտարկվում եւ սպանության փորձի գործիք այդ կացինը եւս հայտնաբերվել է եւ տեղափոխվել է ոստիկանություն այդ գործիքը օգտագործել փորձողի հետ միասին։ Բայց նաեւ մեկ այլ կողմից պետք է մոտենանք, որ շտապօգնության որոշ բժիշկներ կամ աշխատակիցներ որոշ դեպքերում պատշաճ կերպով չեն կատարում իրենց գործը, բայց դա չի նշանակում, որ պետք է կացնով հարվածել, որևէ մեկին առհասարակ պետք չի կացնով հարվածել եւ այս ժողովուրդը դեռ մնացել է նախնադարյան այդ կացնով հարվածելու մորթելու ձևաչափերի մեջ եւ այս ժողովուրդը երբեք չի զարգանա, այս երկիրը երբեք առաջ չի գնա եւ դուք միշտ նայելու եք զարգացած պետություններին, միշտ գնալու եք զարգացած պետություններ եւ նախանձեք, որ Հայաստանը մնացել է նույնը, իսկ մնացած պետությունները զարգանում են։ Հայաստանի զարգանալու համար ոչ փող է պետք, ոչ նավթ, ոչ էլ հարստություն, Հայաստանի զարգանալու համար պետք է կրթություն, քաղաքավարություն, մարդկանց հետ շփվելու ունակություն, որ այսօր չկա։ Հայաստանի Հանրապետությունում տաքսի վարողները ըստ էության ատում են իրանց հաճախորդներին, հաճախորդները ատում են տաքսիստներին։ Սա բոլոր կփաստ է։ Չգիտես ինչի է այսպես։ Ըստ էության երկու կողմը շահում է, մյուսին պետքա ինչ-որ տեղից տեղ հասնել, մյուսին պետքա փող աշխատել։ Այդ աշխատանքը կատարում է դրա համար։ Բայց չգիտես ինչի, որևէ սպասարկում Հայաստանի Հանրապետությունում կամ շատ վատ է աշխատում, կամ էլ մարդիկ ուղղակի դժգոհ են։ Նույնիսկ եթե կարելի է հարվածել շտապօգնության բրիգադին կացնով, ապա տաքսիստների մասին էլ չխոսենք։ Տաքսին մի քիչ ուշանա, արդեն մարդիկ կա, որոնք պատրաստ են կացնով ընկնեն տաքսիստների հետևից։ Հարյուրավոր սպանություններ, հարյուրավոր ինքնասպանություններ, հարյուրավոր վթարներից մահացածներ, սա Հայաստանի Հանրապետության 1 կամ 2 ամսվա վիճակագրությունն է, ինչը որ այսքան քիչ բնակչություն ունեցող պետության համար կատաստրոֆիկ է։